Սիրելի հետևորդներ, այսօր էլ մեր եղանակը շատ լավ եղանակ է, ճիշտ մի քիչ ցուրտ է, բայց արևոտ եղանակ է, դուրսը արև, մաքուրոտ, այսպես, և սրանով էլ կսկսենք այսօրվա մեր աշխատանք։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ լավ եք, ես էլ եմ լավ, ոչինչ, փառք տանք Աստծուն, որ լավ եք։ Այսօր ինչ եմ որոշել պատրաստել։ Որոշել եմ պատրաստեմ սրկով ուտեստ։ Հիմա օրինակ մենք այս սրկանը ասում ենք, որ ծառի սուկ, բայց այստեղ ասում են կախասուկ, երևի, որ կախված է, տենց են ասում, կախասուկ, իսկ մենք ծառի սուկ ենք ասում, որտև սա ծառի վրա է լինում, մեր գյուղում ապրելու ժամանակ միշտ ամուսինս բերում էր, ես էլ էի գնում իրան հետ, անտառից հավաքում էինք, շատ համով սունկ էր լինում, հիմա մի քիչ լվացել եմ, ջուր չկա, հիմա կտրտել, մաքրել, պատրաստել եմ, մնում է, որ իրարից անջատենք և պատրաստում, մեզ հարկավոր է քերած գազար, հարկավոր է սով, որն արդեն կտրտել եմ և մեկ պճեղ սխտոր և մի քիչ պետրուշկա, գրական անունը մաղադանոս, սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, դե անցանք մեր գործին, ուրեմն, մեր այս կախասունկը, ասեմ, որ կախասունկը տարբեր տեղերում, տարբեր ձևով են պատրաստում։ Ես հիմա տեսել եմ, որ պատրաստում են և այս տեսակով, սունկը իրարից անջատում են, քանի որ ինքը տերևի նմանա մեծ է, այս դանակ պետք չի, հենց ձեռով էլ իրար անջատում ենք, այս ձևի, քանի որ իրան տապակելու եմ, շատ չեմ մանրացնելու, որ տապակվի, այսինքն երկու մասի բաժանեցի, նույն էլ սրանք, Էրնակ էր այն ժամանակները, որ մենք մեր ձեռով գնում հավաքում, բերում էինք ավելի մաքուր, ավելի համով, շատ համով, իսկ հիմա չգիտեմ ինչի վրա են աճեցնում, անունը կախասուն կա, ծառի սուն կա, բայց ծառի վրա չի աճում, չգիտեմ, մեկն ասում է քյոթուկների վրա են աճեցնում, մեկը մի ուրիշ բան ասում, ինչ որ այ է, էդի մեր գործը չի, մերն են ավոր, մենք մեր աշխատանքը կատարենք, տեսնենք, այս տեսակով ինչպես է ստացվելու, դե որպես ձեզ շատ ստացրացնեմ սիրելիներս, ես իրարից կանջատեմ, կվերջացնեմ ու նորից կմիանանք իրար։ Սիրելի հետևորդներ, մի փոքր բուսայնուր եմ լցնում, շատ քիչ, և կարակ եմ դնում, մեր կտոր կարակ։ Կախ դնենք իր ատեղը, որ մեզ չխանգարի։ Կամաց, հատիկ, տնելու ենք, որ տապակ։ Տապը մի քիչ անբավարարում ենք, և թվարում։
Այնքան դեպքեր ասում զալիմայի, ինքը լրի ջուր է, հասկերացնում ենք, իսկան տարբերություն կա սարի թավակած ծունկը և սրա մեջ։ Պետք է այսինք տարվերի, այսինք տարվերի։ Որպետի ժամանակը իջուր չանցնի, እስኪ պետք է չմաներեցնի, անենք խոշոր-խոշորին դնեի, Սրին հետևորդներն երբ որ բոլորը պատրաստելու նորից կմիանանք իրը։ Սրին հետևորդներ ծունկը մեր կարմրացրինք, դա սոպն ենք լցնում, իհարկե կարակ եմ բերել մի կտոր, սոպն եմ լցում դարվի, Տակը ցածրացրել եմ, ես էլ ասեմ է չի ձեն հանը։ Եվ հետևորդներ մեկ էլ կազարն եմ լցնում։ Այսքանը հերիք է, որտեղ մեր ծունկը քիչ է, ես շատ եմ անհատնում և մի հատ պճեղ սխտով։ Հիմա բերանը կփակենք, տակը կցածրացնենք, որ նորմալ գազարը կիսախաշ լինի։ Տակը մի քիչ ցածրացնենք ու հետո նորից կմիանանք։ Մի փոքր կանաչեք կտրտում մաղադանուս։ Մի քիչ կլցնեմ գազարի հետ ապակվի, մի քիչ էլ կպահեմ գեղեցկության համար կլցնեմ վրա։ Սա է մեր կանաչ։ Տեսնենք ստեղ ինչ վիճակի է։ Կապակվում է։ Այնքան պետք է տապակի, եփվածի նման լինի, մի քիչ տակը ավելի ենք ցածրացնում։ Չվռազենք, որ մեր սնկով ուտեստը
համով լինի։ Սերի հետևորդներ համարյա պատրաստ է, մի քիչ մաղադանոց ցանեմ, մի քիչ այսպես խաշվի, տապակվի, երկու րոպե այսպես մնա, չեք պատկերացնի այս գազարը ինչքան համով է։ Հետևորդներ, սունկը լցնենք վրան, խառնենք։ Շտակ ուժեղացնենք։ Երկու րոպե մնա, արդեն պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր ուտեստը պատրաստ է։ Կլցնենք ափսեի մեջ, սիրելի հետևորդներ։ Չեք պատկերացնի ինչքան համով է եղել, ինչքան համով։ Ես երբեք գազարով չէի պատրաստել։ Սիրելի հետևորդներ, ես էլ մեր սունկով ուտեստը, մի փոքր մաղադանոց եմ ցանում, սենց կողկերանքը սիրելիության համար, գեղեցկացնելու համար։ Սա էլ այսօրվա մեր ուտեստը։ Սիրելի հետևորդներ, իհարկե սունկը պատրաստում են, ոչ թե մենք մեր տավուշում սունկը պատրաստում ենք, ոչ այս ձևով, խաշում ենք, հետո սոխառած, ձվածեղ, ձուել լցնում ենք վրեն, սխտոր մածունով, այդպես ենք մատուցում, բայց ոնց որ տեսած ես լցել աղանով, մի քիչ ստուգից փորձեցի, հիմա փորձեմ, տեսնեմ ինչպես է։ Առաջ ես ուտեմ, եթե հանկարծ Վրնաստան ընդհանրապես ասում են սունկը վտանգավոր է, բայց դե չեմ պատկերացնում, որ կարող է այդպես վնասի։ Շատ համով է, սիրելիներս, ձեր մոտ աղ չեմ ցանել, աղը ես հետո եմ ցանել, ասեմ, որ շատ համով է։ Իսկ թվում է մեր չի սպանի, ինչ որ լինելու է առաջ ինձ լինի։ Սիրելի հետևորդներ, դե մեր ուտեստը վերջացրեցինք, հիմա ինչ ենք անում, բայց այսօր սուրճ չենք խմել։ Ովքեր եք պատրաստ ինձ հետ սուրճ խմելու, հիմա սուրճ ենք դնում, սուրճ խմենք միասին։ Սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, դե սուրճ դրենք միասին սուրճ խմենք։
Այս սուրճը այսօր թազա եմ առել, հլա տեսնենք ինչ համի է։ Մեր տաուշի լեզով ասում թազա եմ առել, փոխանակացում նոր եմ։ Թարմա, թարմ։ Այ, յանում թարմա։ Մի շաքար ավազ ավելացնում։ Սարքել տնեմ իրանց տեղը։ Ջրոտեղեր, ապսելել ակ ջրոտեղեր։ Մեր սուրճն էլ եփվեց։ Ձերի հետևորդներ ջան, մոռացա հիշեցնել, որ ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել, չմոռանալ զանգակ կոճակը, սիրելիներս, շատ շնորհակալություն եմ հայտնում մեկնաբանությունների համար, լայքելու համար, ամեն ինչի համար, սիրելիներս, դե ովքեր սուրճ են խմում, ինձ հետ միասին սուրճ խմենք։ Դուրս չեկավ, չգիտեմ հիմա իրան պետ, բայց որ ասեմ քաղցր ա, քաղցր չի, բայց ինչի դուրս չեկավ։ Կա չկա պետի խմեմ, չեմ թոտ։ Չգիտեմ, ինձ հետ խմող կա, թե չկա, իմ սիրելի հետևորդներ, էլի մի երկու հոգի կլինի, իս թվում է։ Լսի, սկզբից դուրս չեկա, բայց հիմա լավ է։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ չզբաղեցնեմ իմ սուրճ խմելով, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և հետո կշարունակեմ խմել իմ սուրճը, խնդրում եմ չմոռանալ սիրելիներս, բաժանորդագրվել, լայքել, ամենակարևորը զանգակ կոճակը սիրելիներս, պետք է լայքեք, որ մեր ալիքը առաջ գնա, լայքելուց է կախված մեր ալիքի առաջ գնալը սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ձեզ։